5-ից ավելի լեզուների եմ տիրապետում այժմ։ Բազմազավակ ընտանիքն է հայ ընտանիքը, չէ՞, երբ որ մենք ասում ենք հայկական ընտանիք, պատկերացնենք մեծ բազմազավակ ընտանիք, ես պատրաստվում եմ օրինակ լինել։ Ես արմատներով հայո գյումրեցի եմ ու միշտ հպարտանում եմ դրանով, ոնց որ հիմա տատիկս լսի, երբ որ Երևան էի տեղափոխում, կոնֆլիկտի մեջ էինք, որովհետև ես ասում էի, ես մեկ է վերադառնալու եմ Գյումրիում ապրեմ։ Ինքը ասում էր, դու սպասի, մի 2-3 տարի հետո ես քո հետ կխոսեմ։ Երբ որ գալիս ես մարզից Երևան, կրթություն ես ստանում ու տեսնում ես ինչքան հնարավորություններ կան Երևանում, նախ այդ հնարավորությունները չկան մարզերում ու ստիպված քո պոտենցիալը իրացնելու համար մնում ես ու ապագա կառուցում ես մայրաքաղաքում։ Մենք չունենք այնպիսի երկրորդ քաղաք, որտեղ կարելի է գնալ, սովորել, մնալ ու ապագա կառուցել։ Չկա այդպիսի հնարավորություններով քաղաք ոչ մի մարզում։ Ողջույն։ Մենք արդեն համակերպվել ենք այն մտքի հետ, որ երիտասարդներից շատերը ձգտում են ուսում առնել արտասահմանում եւ այլևս չվերադառնալ։ Արտագաղթի մտքի հետ էլ կարծես թե համակերպվել ենք, բայց սարի ու տես, որ կան երիտասարդներ, ովքեր ուսում առնելով արտասահմանում եւ ունենալով աշխատանքային առաջարկ վերադառնում են հայրենիք։ Այսօր իմ զրուցակիցն է Լենա Մաթևոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Մաթևոսյան, կրթություն ստացաք Գերմանիայում եւ ունեիք բավականին հետաքրքիր աշխատանքային առաջարկ, ամենայն դեպս միջազգային հարաբերությունների մասնագետի համար, բայց վերադարձաք հայրենիք։ Կներեք, բայց ինչու։ Շատ հետաքրքիր ժամանակաշրջանում էր այդ առաջարկը ու շատ հետաքրքիր է ես երբեմն կրթություն ստացել Գերմանիայում, ուրեմն այդ 2018 թիվն էր, երբ ես արդեն ավարտում էի կրթական շրջանը, ինքս էի գտել ծրագիրը, ինքս էի մասնակցում ու հետո շատ առաջարկ կար այնտեղ մնալու ու զուգահեռ Հայաստանում իմ պատկերացմամբ, այդ ժամանակվա Լենայի պատկերացմամբ պատմական իրադարձություն էր, հեղափոխություն էր տեղի ունենում, ես հեռվից հետևում եմ ու ասում եմ, ինչպես կարող եմ ես Հայաստանում չլինել, իմ հայրենիքի համար այսքան լուրջ ժամանակաշրջան է, պատմական ժամանակաշրջան է, ես ինչ չեմ կարող ներել, իմ պոտենցիալը պետք է հայրենիքում իրացվի։ Ու այդպես ես ամեն ինչ թողնում եմ, փայլող աչքերով վերադառնում եմ Հայաստան, հեղափոխությունը արդեն ավարտվել էր, ես վերադառնում եմ Ամռանը։ Ստանում եմ աշխատանքային առաջարկ պետական ոլորտում, ելի շատ փայլող աչքերով միանում եմ թիմին ու ես մտածում էի, որ մենք հիմա կառուցում ենք մեր երազանքների երկիրը։ Շատ կարճ ժամանակահատվածում իմ երազանքները ոնց որ փլուզվում են, որովհետև առերեսվում եմ իրականությանը, հասկանում եմ, որ այն ինչ որ ես էի պատկերացնում, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում, այն երազանքները, որ ես ունեմ Հայաստանի հետ, այդքան էլ իրական չեն ու դուրս եմ գալիս։ Ինչու այդպես մտածեցիք, ինչու կորավ այդ աչքերի փայլը, ինչից հետո էր, որ դուք հասկացաք, որ այլևս չեք ուզում աշխատել պետական համակարգում, ուրախ լինելով սկզբում անցնել այդ աշխատանքին, ինչ տեսաք, որ հիասթափվեցիք։ Շատերի մոտ այս հարցի պատասխանը 20 թվականի 44 օրյա պատերազմն է։ Բայց հետաքրքիր է, որ ինձ մոտ մի տարի առաջ է այդ ամեն ինչը տեղ ունեցել, ես 2019-ին եմ դուրս եկել պետական համակարգից, պատճառը հիմնականում հետևյալն էր, մենք առաջարկում էինք երկարաժամկետ ծրագրեր, որոնք որ միտված էին ավելի ամուր երկիր ստեղծվելու, բայց երկարաժամկետ հեռանկարող։ Այն ինչ մենք էինք առերեսվում, այն էր, որ ամեն ինչ պետք է արվի շատ արագ, շատ կարճ, 1-2 տարում, եթե չէ մենք այդ ծրագրերը չենք ընդունում։ Ու այսպես հասկանում էիր, որ քո տեսլականը եւ այն իշխանությունը, որ կա իր տեսլականը, այդքան էլ չեն համապատասխանում իրար ու կամաց տարբեր մանրուքներով, հանգամանքներով հասկանում էիր, որ սխալ իրականությունում ես։ Այդ ամեն ինչը ստիպեց դիմում գրել եւ դուրս գալ։ Որն էր ձեր գործառույթը եւ երբ ասում եք մենք, ում նկատի ունեք։ Կադաստրում եմ աշխատել արդեն հեղափոխությունից հետո, ամբողջ թիմը ղեկավարից սկսած տեղակալներով մեծ թիմ էր, որը որ պատկերացնում էր շատ մեծ ու շատ հեռանկարային պլաններ։ Բայց ամբողջ թիմը հասկացավ, որ այդպես չէ եւ ամբողջ թիմով 1 տարի հետո դուրս եկանք համակարգից։ Ձեր դիմումի համաձայն։ Իմ դիմումի համաձայն, այո։ Չեմ մտափոխվել, չեմ փոշմանել, բայց միշտ իմացել եմ, որ ես առաքելություն ունեմ։ Ես անմիջապես հետո անցել եմ մասնավոր ոլորտում աշխատանքի, երկար ժամանակ հիմնադրամում եմ աշխատել, կատարել ենք շատ հայանպաստ
ծրագրեր, բնապահպանական, մշակութային, շատ հետաքրքիր, բայց միշտ իմացել եմ, որ իմ առաքելությունը նաև ավելի լայն հարթակներում հայրենիքին ի նպաստ լինելն է, ու իմ տարերքը քաղաքականությունն է եղել միշտ։ Ես միշտ ուսանողական տարիներին ընդգրկված եմ եղել տարբեր ծրագրերում, հետո սովորել եմ քաղաքական դպրոցներում, իմացել եմ, որ ես իրացվելու եմ քաղաքական ոլորտում, ու երբ հնարավորությունը եղավ մի քանի ամիս առաջ առաջարկ ստացա միանալու նաև մեր ձևով թիմին, սիրով ընդունեցի առաջարկը, որովհետև կարծում եմ սա այն հարտակն է, որտեղ որ իմ պոտենցիալը իրացվելու է ու շատ շատերիս պոտենցիալն է իրացվելու ի նպաստ Հայաստանի ու հայրենիքի։ Լելա, դուք փայլուն աչքերով, այսպես մեծ հույսով ձեռնամուխ եղաք այլևս նոր Հայաստանի վերաձևակերպմանը։ Սկսեցիք ներկայից իշխանությունների հետ զրոյական կետից։ Ուր հասաք եւ արդյոք երբ հասկացաք, որ այդ ճանապարհը ոչ միտեղ չի կանում ըստ էության, կողք քաշվեցիք եւ սկսեցիք պարզապես հետևել իրադարձություններին, թե այնուամենայնիվ շրջանցիկ ինչ-որ ճանապարհներով, ինչ-որ կերպ փորձում էիք ազդել իրականության վրա։ Չէ, կողք քաշվելը մի քիչ իմ մասին չի, ես շատ պայքարող մարդու տեսակ եմ ու երբեք չեմ հանձնվում։ Ես իմ ասպարեզում այդ ժամանակահատվածում, երբ որ օրինակ պետական համակարգում չեմ եղել, փորձել եմ հնարավորինս հայանպաստ աշխատանքներ կատարել, եղել են տարբեր ոլորտներ, եղել են միջազգային տարբեր ծրագրեր, որտեղ որ բավականին լուրջ մակարդակի ներկայացվել է Հայաստանը, ու այդ պահին այդ հնարավորությունները ինչը որ տրվել է, որ հայանպաստ լինեն, ես ձեռքիցս բաց չեմ թողել, բայց նորից եմ նշում, սպասել եմ այն ճիշտ պահին, հիասթափություն է եղել է բնականաբար, մի կողքի քաշվել եւ ոչինչ չանել, այդ պահերը ոնց որ բոլորի մոտ եղել են, բայց միշտ հավատացել եմ, որ այդ պահը գալու է, որ նորից ոնց որ ասած գլխիկոր չենք քայլելու, ավելի հպարտ ենք քայլելու, ու հիմա հավատում եմ, որ այդ պահը եկել է, որ բոլորս պետքա գործի անցնենք ու մեր քայլը անենք։ Քաղաքականության ասպարեզը երիտասարդ կնոջ համար Հայաստանում ինքրեալիզացվելու առումով արդյոք առանձնակի դժվար չէ, քան թե այլ բնագավառները։ Բնականաբար, ինչպես ամեն ոլորտ, քաղաքականությունը եւս ունի իր դժվարությունները, հնարավոր է մի քիչ ավելի շատ, քան մյուս ոլորտները, բայց ես հավատում եմ, որ Հայկինը շատ ուժեղ է։ Իհարկե պատմությունից էլ գիտենք այնպիսի օրինակներ, Հայկինը շատ ուժեղ է, հայր մայրը շատ ուժեղ է, ու հայ կնոջ ծերը միշտ շատ կարևոր է եղել։ Մի այս վերջի մի քանի տարիները մոռանանք, չհաշվենք, այսպես ասած, երբ որ բացի հայ կնոջ դերից նաև նսեբացվել է ամեն ինչ, ես հավատում եմ, որ եթե մարդ ուզում է եւ հավատում է իր արածին, ուրեմն ոչ մի խոչընդոտի չի կարող բախվել։ Հայկ կինը միշտ ունեցել է նաև ամուր ընտանիք երեխաներ ունենալու առաքինություն։ Համենայն դեպս մեր պատկերացման մեջ հայ կնոջ կերպարը հենց այդպիսինն է, ինչ եք կարծում քաղաքականություն, ակտիվ կյանք է եւ մեծ պատասխանատվություն, մտադիր եք արդյոք նաև երկրորդ հայ կնոջ առաքինությունը իրականացնել։ Անպայման մտադիր եմ, ես արդեն նշանված եմ ու ճանապարհին եմ ընտանիք կազմելու, նախ որպես հայ քաղաքացի խոսեմ, հետո հայկին։ Երբ որ նայում եմ դեմոգրաֆիկ պատկերը Հայաստանի հետ ինչ է կատարվում, լուրջ անհանգստությունների մեջ եմ, չգիտեմ, ՄԱԿ-ի կանխատեսումներն են ասում, որ Հայաստանը 2050-ին մոտ 1 միլիոն բնակչություն է ունենում, ու այս տեմպերը որ շարունակվում է, երիտասարդ ընտանիքներին կամաց ենթագիտակցորեն սովորեցնում են պայմանները այս պահի Հայաստանի, որ մի երեխան բավարար է, բայց չէ որ Հայաստանը, հայը շատ հայտնի է իր պատմության մեջ հայ ընտանիք ասվածով։ Իսկ մեր ենթագիտակցության մեջ կա, որ բազմազավակ ընտանիքն է հայ ընտանիքը, չէ, երբ որ մենք ասում ենք հայկական ընտանիք, պատկերացնում ենք մեծ բազմազավակ ընտանիք, ես պատրաստ եմ օրինակ լինել։ Նախ Հայաստանի համար այանպաստ քայլով, հետո էլ օրինակ լինել շատ հայ երիտասարդների համար, որ բազմազավակությունը դա մեր ենթագիտակցության մեջ եղել է, պետք է այն վերականգնել։ Չնայած որ գիտենք ինչքան խնդիրների է առերեսվում այսօր հայ ընտանիքները, հատկապես նորաստեղծ ընտանիքները։ Եթե երեխա ունենալու հարցը ձեր ընտրությունից կախված լիներ, ապա քանի երեխա կուզենայիք ունենալ։ Ես շատ կուզեի 3 տղա եւ 1 աղջիկ ունենալ։ 4 երեխաներ։ Բազմազավակ ընտանիք ենթադրում է ամենայն դեպս մեր իրականության մեջ կրկնապատիկ խնդիրներ, սկսած բնակարանից մինչև օրվա հացի եւ ջրի խնդիր։
Այսօր շատ սուր է կանգնած բնակարանային խնդիրը։ Դուք ով կին, ով մտադիր է ընտանիք կազմել, նախապես եք որոշել այս խնդիրը լուծել, թե ընթացս։ Ես որպես մարդ, ով որ պատրաստվում է ընտանիք կազմել, մի քանի խնդիրների եմ առերեսվել մինչև օրինակ, չգիտեմ, ընտանիք կազմելը, բնակարան, ֆինանսական հարցեր, պետք է նշեմ, որ Հայաստանում հիմա այս հարցը ամենակարևոր ու ամենաառաջնային հարցերից մեկն է։ Զույգը, որ պլանավորում է տուն բնակարան վերցնել, միանգամից խնդիրների առաջ է կանգնում։ Իհարկե կառավարությունը կասի, որ մենք եկամտահարկ էինք առաջարկում, բայց եթե փորձեք եկամտահարկով տուն ձեռք բերեք, կհասկանաք, թե ինչքան խոչընդոտներ պետք է հաղթահարեք, կամ աշխատավարձի սահմանափակում է, կամ Տարիքային։ այլ տարիքային սահմանափակումներ են։ Մի խոսքով պայմաններն այնպիսին են, որ հնարավոր չի, այսինքն այդ ծրագիրը պարզապես գրված է, որ գրված լինի։ Մի քանի անգամ փորձել ենք, ճիշտն ասած, որովհետև ուզում էինք նախապես բնակարանը ձեռք բերել, բայց չեմ խոսում քառակուսիների գների մասին, այսօր ինչ է կատարվում, ու հատուկ մոտեցում չկա նորաստեղծ ընտանիքների համար, գոնե մատչելի բնակարաններ լինեն, որպեսզի զույգը կարողանա ոչ միայն ընտանիք ստեղծի, այլ հետո կարողանա իր ապագան կառուցի։ Այս մասով շատ կուզեմ շեշտել մեր տնտեսական 5-րդ քայլը, որը որ նախատեսում եմ մատչելի բնակարաններ երիտասարդ ընտանիքների համար ու ոչ միայն Երևանում, նաև մարզերում։ Շատ կարևոր է, որ պետությունը թիկունք լինի ընտանիքներին, այսինքն պետության հիմքն է, չէ՞, ընտանիքը, պետք է թիկունք լինել, պետք է սատարել, որպեսզի այդ ընտանիքները ստեղծվեն, հետագայում էլ զարգացնեն ու աճեցնեն երկիրը։ Կարող եմ ասել, որ ձեր մեր ձևով շարժմանը միանալու պատճառներից մեկը հենց ձեր առաջարկած տնտեսական 5-րդ կետն է, մատչելի բնակարաններ նորապսակների։ Շատ ված չէր լինի, եթե դա էլ լիներ պատճառը, բայց ես մեր ձևովի ակունքներում եմ շարժման ձևավորման առաջի օրվանից, երբ որ ծրագրերը նոր էին մշակվում, երբ որ մենք նոր ծանոթանում էինք խնդիրներին, հասկանում էինք, որ ուղղությամբ պետք է գնալ, ինչ պետք է անել, այդ օրվանից շարժման հիմքերում եմ կանգնած, չնայած որ ասեմ վատ մոտիվացիա չի նաև 5-րդ կետի համար, Շատերի համար է, շատ է, այո։ Դուք արմատներով Գյումրիից եք, բնակարան մտադիր եք ձեռք բերել Երևանում, թե Գյումրիում, որովհետև առհասարակ Հայաստանում բնակարանները թանկացել են, բայց մասնավորապես Երևանում, եւ միանգամից դրանից բխող հաջորդ հարցը, ինչու են բոլորը ձգտում Երևանում ունենալ բնակարան։ Ես արմատներով այո գյումրեցի եմ ու միշտ հպարտանում եմ դրանով, ոնց որ հիմա տատիկս լսի, տատիկիս հետ միշտ երբ որ Երևան էի տեղափոխվում, կոնֆլիկտի մեջ էինք, որովհետև ես ասում էի, ես մեկ է վերադառնալու եմ Գյումրիում ապրեմ։ Ինքը ասում էր, դու սպասի, մի 2-3 տարի հետո ես քո հետ կխոսեմ։ Ես ապագաս պատկերացրել եմ Գյումրիում, որովհետև շատ լավ ուսումնական դպրոցական process եմ ունեցել, շատ ակտիվ երեխա եմ եղել ու միշտ մտածել եմ, որ այնտեղ էլ պետք է աշխատանքի անցնեմ, բայց իրականությունը մի քիչ տարբերվում է։ Երբ որ գալիս ես մարզից Երևան, կրթություն ես ստանում ու տեսնում ես ինչքան հնարավորություններ կան Երևանում, նախ այդ հնարավորությունները չկան մարզերում ու ստիպված քո պոտենցիալը իրացնելու համար մնում ես ու ապագա կառուցում ես մայրաքաղաքում։ Այս խնդիրը մինչև հիմա կա, չնայած ես բավականին շուտ եմ ավարտել համալսարանը ու այս խնդրին առերեսվել, բայց մինչև հիմա այս խնդիրը կա ու խնդիրը այն է, որ Հայաստանը համաչափ զարգացած չէ։ Այսինքն մենք չունենք այնպիսի երկրորդ քաղաք, որտեղ կարելի է գնալ, սովորել, մնալ ու ապագա կառուցել։ Չկա այդպիսի հնարավորություններով քաղաք ոչ մի մարզում։ Մեզ շատ կարևոր է, որ մարզերն այնպես զարգանան, որ մարզի երեխաները չուզեն Երևան տեղափոխել, այսինքն ունենանք նույն հնարավորությունները, նույն ժամանցային վայրերը, ամեն ինչ, որպեսզի նախ բնակչության կեսից ավելին կենտրոնացված չլինի մայրաքաղաքում, այստեղ էլ ենթակառուցվածքների խնդիր ունենանք, հետո էլ մարզերում բնակչությունը զարգանա, ապրի ու արարի։ Սա եղել միակ խնդիրը, որ ես հետ չեմ վերադարձել Գյումրի, բայց եթե մեզ օրինակ նաև այդ մատչելի բնակարանների շեշտադրումը ու ոչ միայն առաջի մեր կետն էլ նախատեսում է 300,000 աշխատատեղեր ու մասնավորապես մարզերում, եթե հնարավորություն լինի, եթե նույն հնարավորությունները լինեն պոտենցիալը մարզերում իրականացնել ու մասնավորապես Գյումրիում, ես շատ ուրախ կլինեմ հետ վերադառնալ ու ապրել Գյումրիում գյումրեցիների հետ։ Ձեր նշանածը տեղյակ է։ Իմ նշանածը երևանցի է։ Հուսով եմ դեմ չի լինի, կխոսենք այդ մասին։
Մենք խոսում ենք, որ ենթակառուցվածքները համաչափ զարգացած չեն ամբողջ Հայաստանում, այո, այդպես է, բայց միևնույն ժամանակ իշխանությունները վերջին իրենց որոշմամբ ետ վերադարձը եկամուտի ապահովում են միայն այն բնակարանների գնման դեպքում, որոնք մասնավորապես մարզում են։ Այսինքն ստացվում է բնակարան գնես մեկ տեղ, շարունակելով բնակվել նորից Երևանում, որտեղ էր որ գտել ես աշխատանքը։ Այս խնդիրը ինչպես է լուծվելու, արդյոք սա սին ծրագիր չէ, որովհետև երիտասարդ ընտանիք, ով ունի ֆինանսների սահմանափակ հնարավորություններ, գնի ինչ-որ միտեղ բնակարան, որտեղ չի ապրելու, որովհետև չի գտնելու աշխատանք։ Այս եկամտահարկի ծրագիրը առհասարակ ի սկզբանե մեծ խնդիրներով լի էր, երբ որ իրենք սկսեցին իրականացնել։ Խնդիրը նաև այն էր, որ երևի նկատել եք Երևանում անվերջանալի թվացող կառուցապատման ծրագրեր է, այսինքն մի հատ ազատ տարածք տեսնելուց հետո մեկ էլ հաջորդ օրը տեսնում ես շինարարությունն պես աճում են, ոչ մի ենթակառուցվածքներ հաշվի չառնելով, որ Երևանը կարող է նաև փլուզվել այս տեսակի շինարարական ծանրաբեռնվածությունից հետո, նախ այդ խնդիրը առաջացրեց, հետո հարկատուների հաշվին ուրիշներին մեղմ ասած լավություն անելը իրենք չկարողացան հարթել, դրա համար սկսեցին Երևանում չեղարկել եկամտահարկի վերադարձը, ու հիմա էլ այո ճիշտ եք ասում, փորձել են մարզերում պահպանել, երբ որ մարզի բնակչությունը Գյումրիից խոսեցինք, ես Շիրակի մարզից եմ, Շիրակի մարզում ամենամեծ աղքատության ցուցանիշն է ամբողջ Հայաստանում, մարդ իր օրվա հացի խնդիրը չի կարող լուծել, ինչպես պետք է հիփոթեկով տուն ձեռք բերի, իրենք շատ լավ հասկանում են, որ մարզերում պահանջարկը շատ քիչ է, մարդիկ չեն էլ գնա դրա հետևից, դրա համար Երևանում, որտեղ որ մեծ պահանջարկ կարող էր ունենալ, հանեցին ծրագիրը եւ պահպանեցին միայն մարզերում, սա եւս ձախողման գնացող ծրագիր է, ինչպես իրենց ծրագրերից շատ-շատերը։ Հելենա, դուք ասացիք, որ ձեր մայրենիք քաղաքում Գյումրիում շատ լավ դպրոցական կրթություն եք ստացել, սա ինչի ցուցիչ է։ Ձեր առաջադիմության մասին եմ ուզում հետաքրքրվել։ Ես դպրոցում գերազանց սովորող աշակերտ եմ եղել, ոսկե մեդալի հավակնորդ, բոլոր օլիմպիադաներ, մրցույթներ, բանավեճեր, ակտիվ մասնակից եմ եղել։ Նկարս մինչև հիմա փակցված է դպրոցի պատին ու հետո էլ երկար ժամանակ համալսարանում եմ փայլել իմ գիտելիքներով ու միշտ էլ աշխատել եմ այդ ուղղությամբ, 5-ից ավելի լեզուների եմ տիրապետում այժմ, միշտ սովորել եմ ու միշտ համարում եմ, որ պետք է մարդ իր վրա աշխատի ու ավելի կատարելագործվի։ Լավ եք սովորել։ Բա ինչի չունեք բնակարան։ Մեր կառավարության կարկառուն ներկայացուցիչները պնդում են, որ $200,000 բնակարան ունեն, որովհետև լավ են սովորել։ Դե գիտեք, պնդելը մի այլ բան է, գործով եւ առհասարակ աշխատանքով ապացուցելը մեկ այլ բան է։ Այդ կառավարության ներկայացուցիչներից շատ-շատերին կանչեք ու մի 3-4 հարց տաք, կհասկանաք ինչպիսի առաջադիմություն են ունեցել ու հիմա ինչ միջոցներով են հասել այդ բնակարաններին։ Հայաստանում հիմա, չասեմ բոլորը, բայց շատ մարդիկ, ովքեր լավ են սովորել, ովքեր գիտությամբ են զբաղվում, հաստատ չունեն են բնակարանները, ինչի մասին խոսում են կառավարության խելացի կամ լավ սովորած մարդիկ, ովքեր խոսում են 200,000 եւ ավել դոլարանոց բնակարանների մասին։ Ստացվում է, որ Ծանոթ բարեկամ ինստիտուտը ակտիվորեն աշխատում է եւ լավ կրթություն ունենալը ամենևին էլ գրավականը չէ ապահով կյանք ունենալու համար։ Շատ լավ է աշխատում, խնդրում եմ նայեք ինչ է կատարվում ազգային ժողովում, խնդրում եմ նայեք ինչ է կատարվում կառավարությունում, ովքեր են մեր նախարարները, մեզ ներկայացնող падգամավորները, ինչ մակարդակով են մեզ ներկայացնում միջազգային ասպարեզներում, ինչպես են շփվում գործընկերների հետ, ինչքան լեզու գիտեն, եւ շատ լավ կհասկանաք, որ Հայաստանում ոչ թե չի վերացել Ծանոթ բարեկամ ասվածը, այլ նաեւ խորացել է ու շատ լուրջ արմատներ է դրել։ Երիտասարդների խնդիրներից եկեք խոսենք, արդյոք մենք կունենանք ավելի շատ նորապսակներ, որպես հետևանք եւ երեխաներ Հայաստանում, եթե տնտեսական վիճակը բարելավի, եթե բնակարանային հարցը այսքան սուր կանգնած չլիներ։ Այսինքն արդյոք ձեր դիտարկումները ցույց են տալիս, որ շատ ընտանիքներ չեն կազմվում նախապես հասկանալով, որ տնտեսական իրենց ընտանեկան բյուջետային խնդիրները չեն կարողանալու հաղթահարել։
Մենք խոսեցինք միայն բնակարաններից, բայց եկեք խոսենք նաև երեխա պահելուց, ինչքան բարդ է երեխա պահելը, երբ որ զույգը ինչքան էլ լավ աշխատանք ունի, մոտավորապես միջին աշխատավարձ է ստանում, ամեն դեպքում, նույնիսկ առաջին երեխայից սկսած, բավարարել երեխայի պահանջները ու այնպես մեծացնել, որ երեխան պատշաճ մեծանա, շատ բարդ է հիմա Հայաստանում, սկսած երեխայի ուտելիքից մինչև, չգիտեմ, շատ պրիմիտիվ օրինակ բերեմ, բայց պամպերսներից, այնպիսիքներ են, որ զույգերը տարակուսում են արդյոք իրենք պատրաստ են առաջի երեխա ունենալ, էլ չեմ խոսում երկրորդ ու երրորդ երեխաներ ունենալու մասին, ու երբ որ ասում ենք, որ պետությունը ինչ-որ պայմանական գումար է տալիս առաջի երեխային, երկրորդ երեխային, այդպես պետքա չլինի, պետությունը պետքա աջակցի ու խրախուսի երեխա ունենալը, որպեսզի զույգերն էլ իմանան, որ եթե իրենք 2 ավել երեխա են ունենում, 3 երեխա են ունենում, պետությունը իրենց կողքին կանգնած է ու իրենք ուզեն երեխաներ ունենալ, պետությունը նպաստի այդ դեմոգրաֆիկ աճին, ֆինանսական վիճակը, հետո արդեն գալիս ենք մի քիչ որ ավելի ապագա ենք նայում, կրթության հարցը, մանկապարտեզները ինձ թվում է շատ լավ տեղեկ եք ինչ վիճակներում են, հերթագրումները այնպիսին են, որ երեխան արդեն դպրոցի տարիքի է հասնում, բայց մանկապարտեզ դեռ չի գնացել, մասնավոր մանկապարտեզներում էլ այնպիսի ինեն վարձավճարները, որ մի տնօրենի ամբողջ աշխատավարձը պետք է տալ, որ երեխան մանկապարտեզ հաճախի, հետո մի քիչ ենք ավելի ապագան նայում դպրոցներում, տարրական դասարաններում խայտառակ վիճակ է, երեխաների 34%-ը օրինակ չի կարողանում տարրական դպրոցն ավարտելուց հետո կարդալ, այսինքն մենք կրթության այդպիսի մակարդակ ունենք, այսպես հերթով կարող եմ թվարկել ավելի մեծանալուց հետո ուսումնական տարիներին ինչպիսի խնդիրների է առերեսվում ընտանիքը Հայաստանում ապրելու համար, բայց մենք ինչ ենք առաջարկում, ու այս տնտեսական ծրագիրը, որ առաջարկել ենք, ճիշտն ասած մի քանի ամիս հողի վրա մարդկանց հետ տետ-ա-տետ աշխատանք ենք տարել, շփվել ենք, գյուղում հասկացել ենք գյուղացու խնդիրը որն է, քաղաքում հասկացել ենք բիզնեսի սեփականատիրոջ խնդիրը որն է, քաղաքացու խնդիրը որն է, որպեսզի այնպիսի տնտեսական ծրագիր առաջարկենք, որ բոլոր հայերը, բոլոր հայ քաղաքացիները գոնե կարողանան ինչ-որ մի կերպ այդ ծրագրերում իրենց իրացված զգալ, դուք կտեսնեք 3000 աշխատատեղերը, որը որ շատ հարցերի լուծում կտա արտադրական ոլորտներում, մարզերում ենք աշխատատեղեր ստեղծելու, որի հետևանքը լինելու է թոշակառուների կյանքի բարելավումը, ինչու՞ չէ, եթե ստացվի 300 աշխատատեղերը ստեղծելը, հետո թոշակների բարձրացումը, այնտեղ կետ ունենք գյուղացիներին վերաբերվող, գյուղմթերքին վերաբերվող, այնտեղ բիզնեսին վերաբերող խնդիր ունենք, որ հիմա գիտենք ինչքան ծանր է փոքր բիզնեսի վիճակը, իմ ընտանիքը փոքր բիզնես ունի ու շրջանառության հարկը 5%-ից բարձրացավ 10%, խոսակցություններ կան, որ ավելի է բարձրանալու, այսինքն մարդիկ եթե փորձում են բիզնես, փոքր բիզնես ստեղծել, առերեսվում են խնդիրների ու ստիպված 1-2 տարի հետո փակում են այդ բիզնեսը, փորձել ենք այդ շրջանին էլ անդրադառնանք ու ինչպես նշեցի արդեն 5-րդ կետով, փորձել ենք երիտասարդներին էլ անդրադառնալ ու այո, գոնե մատչելի բնակարանների հնարավորություն տանք ու վստահ եմ, որ նաև տնտեսական ավելի լայն ընդգրկված ծրագրում անդրադարձ կլինի նաև երեխաներին, դեմոգրաֆիային ու բազմազավակությանը։ Գյումրին միշտ հայտնի է եղել իր ընդդիմադիր հայացքներով, գրեթե բոլոր տեսակի առանցքային փոփոխությունները, չգիտես ինչու, սկիզբ են առնում Գյումրիում, այսօր դուք որպես գյումրեցի ինչ տրամադրություններ կան այնտեղ, ինչ ակնկալիքներ ունենանք գյումրեցիներից, ինչ են այսօր նրանք մտածում ներկայիս իշխանությունների և մեր իրականության մասին։ Բնականաբար ես բոլոր գյումրեցիների անունից չեմ կարող խոսել, բայց վերջին ընտրությունները Գյումրիում ցույց տվեցին, որ գյումրեցին միշտ էլ իր կարծիքը արտահայտում է ու իր կարծիքի տերն է, այսինքն Գյումրիում հպարտությամբ պետք է նշեմ, որ մենք չենք էլ ունեցել երբեք իշխանական քաղաքապետ, մենք միշտ աչքի ենք ընկել ընդդիմադիր հայացքներով ու միշտ էլ բարձրաձայնել ենք այն բոլոր խնդիրները, որոնք որ ունեցել ենք, այնպես որ համոզված եմ, որ Գյումրին ամուր կանգնելու է հողի վրա ու էլի իր պատվավոր կարծիքը արտահայտելու է։
Շնորհակալություն զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Երբևիցե մտածել եք այն մասին, թե ինչու մեր երիտասարդները ունենալով նույն կարգի կրթություն, նույն չափի աշխատասիրություն, արդ երկրում ունենում են շատ ավելի լուրջ ձեռքբերումներ ու նվաճումներ, քան թե երբ վերադառնում են Հայաստան։ Հավանաբար սա պետական վերաբերմունքն է երիտասարդների եւ առհասարակ իր քաղաքացուն։ Սա այն օրենքների կամ փաթեթների իրականացումն ու ընդունումն է, որը կամ սատարում է բիզնեսին ու քաղաքացուն նրա առաջխաղացմանն ու զարգացմանը եւ որպես հետևանք բարեկեցությանը, եւ կամ ունենում փաթեթ, որ ստանա շահ հենց այս պահին եւ անձամբ։ Սա է տարբերությունը։ Նրա որ միևնույն երիտասարդը Հայաստանում չի կարողանում ունենալ առաջխաղացում, իսկ արդ երկրում լիարժեքորեն կարողանում է իրեն դրսևորել։ Պետք չէ գնալ արտասահման։ Պետք է արտասահմանյան առաջադեմ մտածողությունը բերել Հայաստան։ Հանդիպել ենք նորից։ Առայժմ։